Եվ հիմա ռազմական հարվածի տակ գտնվող պատերազմող երկրում դուք կանոն 10 դավաճանական արարք կատարած մարդուն արդարացնում եք, ինչ ուղերձ եք հրում ժողովրդին։ Ինչ եք ասում եք հայկական առաջին կորպուսի հրամանտար, եթե դու համաձայն ես Նիկոլ Փաշինյանի հետ, քո ճիշտը ունես, միացիր թուրքերին Սյունիքից արի Երևանի վրա, էս եք ասում, թե սահմանում կանգնած դիրքապահ զինվորին ասում եք, որ գիտես ինչ, դու քո ճիշտը ունես, Նիկոլը քո համայնքում չգիտեմ ինչ ա արել, միացի թուրքին, չի կարելի, անչափ վտանգավոր է այս դիսկուրսը, ես կուզենայի մենք հենց այս մասին ավելի շատ խոսեինք, ոչ թե այն կողմնակի թեմաների մասին, բայց այդ թեմաներով ստացվեց հաղորդման բացումը, բայց ես կուզենայի, որ այս հաղորդման շեշտադրումը հենց այս թեմաների վրա գնար։ Վասակ Սյունին դավաճան է։ Նրան դավաճանության արդարացում չկա։ Այս ամեն ինչը պատմական հստակ ամեն ինչով ֆիքսվել է, ընդ որում ես ձեզ ասեմ, որ գիտեք, երկու ականատես գործնականություն պատմիչ, իսկ Վասակ Սյունին իր ժամանակի Հայաստանի ամենահզոր մարդկանցից մեկը, այսինքն ինչ իրեն վատաբանել էին, ու Սյունիները, նույն Բաբիկ Սյունին, որը Վասակ Սյունի հալալ որդին էր, Վահանանց ապստամբության ժամանակ Վահան Մամիկոնյանի մոտիկ անձնավորությունը, ուրեմն իր հորը տենց վատաբանեին ու ինքը չկարողանար իր հորը մաքրեր, երբ որ հանկարծ այս ամեն ինչը սուտ լիներ, կամ ոնց կարող 10 սենց էպիզոդ սուտ լինի, լավ մեկը եղավ սուտ, երկուսը եղավ սուտ, ի վերջո մարդիկ կան տեսնում են, թե Երեշեն սուտ գրեր, որ ավարի ճակատամարտում զենքը ձեռքին մեր դեմա, մարդիկ կասեն, չէ, Երեշե ջան, մեր դեմ չի եղել, չի կարելի ասելու բան չունենալով զուտ պատմիչին սուտ անել։